Ողջույն սիրելի Աստծո ժողովուրդ, նայեք մի հրաշալի տեղ Եսուի գիրք 6-րդ գլուխ, երբ որ Իսրայել ազգ Իսրայել ժողովուրդը գալիս հանդիպում է Երիքովի պարիսպներին։ Ասում է Երիքովի պարիսպները մի անհաղթարելի, մի ամուր կերպով փակված էր, դուրս ներս անող չկար։ Իսրայելի ժողովրդի համար մի անհաղթարելի խնդիր էր հանդիպել ազգը, ժողովուրդը հանդիպել մի այնպիսի բարդության, որ անհնարին էր մարդու հասկացությունից վեր հոգսեր։ Բայց Տերն ասավ, տես Եսուին, ես Երիքովը եւ նրա թագավոր զորավոր քաջերին քո ձեռքն եմ ազնել։ Ասավ ինչ արեք։ Դուք ամենքդ պատերազմական մարդիկ, այսինքն աղոթքի զորավոր մարդիկը հավաքվեցեք։ Մարդիկը քաղաքը շրջապատեցեք, մեկ անգամ քաղաքի շուրջը պտույտ տալով։ Եվ 6-րդ օրը 6 օր այդպես անես եւ 7 քահանաները 7 հոբելան փողերը առնեն տապանակի առաջին եւ 7-րդ օրը քաղաքի շուրջը 7 անգամ պտույտ տակ եւ քահանաները փողը հնչեցնեն եւ երբ որ հոբելյան եղջյուրները հնչեցնեն եւ դուք փողի ձայնը լսեք, բոլոր ժողովուրդը մեծ աղաղակով աղաղակե եւ քաղաքի պարիսպները վայր ընկնի եւ ժողովուրդը վեր գնա ամեն մեկը ուղիղ իր առաջին փառքես Տեր։ Ինչա սովորեցնում ես Աստծո խոսքը ժողովուրդ, որ քահանաները պետք է առաջից քայլեն հոբելյան փողը իրանց ձեռքին 7 քահանա 7 հավատարիմ քահանա կգտնես դու Հայաստանում, որ կանգնեն ժողովրդի համար Աստծո առաջին եւ հոբելյան փողեր փչեն իրանց աղոթք, իրանց բարեխոսությունը, իրանց միաբանությունը 7-րդ օրը, գոնե 7 օրը 7 անգամ ժողովրդի հետ հավաքվեն, ժողովրդի խնդիրի, ժողովրդի պատճես հոգսերների համար միաբան աղոթք աղաղակ բարձրացնեն Հայր Աստծուն, որ իրանց դեմ առաջացած ամեն բարձունք, ամեն խնդիր բոլորը վայր ընկնի։ Ինչ խնդիր է լինի, ասում է մի այնպիսի փակ պարիսպեր ելնող մտնող չկար, բայց Տերն ասավ, ես քո ձեռքն եմ տվել Երիքով եւ նրա բոլոր թագավորներին եւ զորավոր քաջերին։ Աստված ինչ թշնամի լինի, ինչ հակառակորդ լինի, ինչ բարդություն լինի, բոլորին հանձնում է քո ձեռքը։ Եթե դու իրականից ունես հավատարիմ եսուներ եւ 7 հավատարիմ քահանաներ, որոնք կայնեն ազգի համար, հոբելյան փողեր կփչեն, աղոթք կանեն, բարեխոսեն եւ միաբանությամբ կհաղթեն ամեն խնդիրը, ամեն։ Միայն պետք է հավատալ